Այսինքն գնել ընկերությունը շաբաթում տեղի ունենալիք թիմ ընտրություններին արդեն շուրջ 1 շաբաթ է տեղի ունենում քարոզարշավ, նախ ուզում եմ այնքան որքանով հասցրել եք շոշափել վաղաշաբաթցիների նախընտրական տրամադրությունները հաղորդել ինչպեսի ինֆորմացիան է արժանանում ինչպես է գնահատում ձեր շանսերը ընտրություններում եւ այս համատեքստում ինժեներների մասնակցող ընդդիմադիր ուժերը վարդերաբար խոսում են Գյումրի 2 սցենարի հավանականության մասին, արդյոք քաղաքացիական պայմանագիրը կարող է հավաքել 50+1%, այսպեսով բացառելով Գյումրի 2 քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ ընտրություններին գնում է բացարձակ մեծամասնության քվեն ստանալու, այն է 50+1 ձայներ ապահովելու ուղղությամբ եւ մեզ համար Գյումրի 2 վաղարշաբաթում բացառվում է, եթե նկատի ունեն ընտրությունները փաստացի պարտվելով, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ տեղ զբաղեցնելով, ձայները իրար գումարելով Գյումրիում իշխանություն ստանալը եւ հետո այդ իշխանության գլխին այնպիսի փորձանք բերել է, ինչպիսին Գյումրիի քաղաքապետը բերեց Գյումրիի գլխին, եթե ասեմ, այդ ճանապարհով, այո, այդ ճանապարհով փորձանք, որովհետև այլ բառով նկարագրել հնարավոր չի, եթե մեր շանսերը այնտեղ բարձր են, պարզ տրամաբանությամբ, նախ մեր թիմը ավանդաբար վաղարշաբաթում եւ Խոյում բոլոր տեսակի ընտրությունները 2018 թվականից հետո հաղթել է, այդ ընտրությունների զգալի մասը մենք հաղթել ենք պարոն Մեխակյանի գլխավորությամբ, մասնավորապես 2018 թվականին պարոն Մեխակյանը ազգային ժողովի ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ամենաշատ ձայները ստացած տեխնացուն է եղել Արմավիրի մարզից, դրանից հետո բացարձակ մեծամասնության ձայները ստանալով ընտրվել է նաև Խոյ ամենքի ղեկավար, ի տարբերություն ընդդիմության տեխնացուների, որոնք 2018-ին էլ էին ասում, որ հաղթելու են պարտվեցին, 2021-ին էլ էին ասում, որ հաղթելու են պարտվեցին, մի հատ էլ 2021-ին Խոյում էին ասում, որ հաղթելու են պարտվեցին, հետո դարձան շտաբի պետ Ռոբերտ Քոչյանի համար էին ձայներ ուզում ապահովել, ընդեղ էլ պարտվեցին, եւ ընդդիմությունը վաղարշաբաթի ընտրությունները պարտվելու օլիմպիական չեմպիոն է եւ ես այլ ձևակերպում չունեմ տալու, եթե նույնիսկ ասեմ հիմա հաշվում քանի ընտրություն են պարտվել կպարզվի օլիմպիական երրակի կամ քառակի չեմպիոններ են եւ իրենց առաջիկայում օլիմպիական նոր ուրեմն հնգակի չեմպիոն դառնալու ռեալ հնարավորություն ենք մենք տալու, որովհետեւ իսկապես պարոն Մեխակյանը իր նախորդ աշխատանքների ընթացքում վաստակել է քաղաքացիների սերը, այդ քաղաքացիների այդ սերը ակնհայտ է եւ քարոզարշավի առաջին մեկնարկային օրերը դրա մասին են խոսում եւ նաեւ էս է պատճառը, որ ընդդիմությունը փորձում է սևացնել էսկամեն եղանակով պարոն Մեխակյանին եւ ես ցավ եմ ապրում, որ ընդդիմադիր որոշ լրատվամիջոցներ, որոնք ի տրամաբանությամբ պիտի ընդդիմադիր չլինեին, բայց ընդդիմադիր որոշ լրատվամիջոցներ կողմ են դարձել այս ընտրություններին եւ բազմաթիվ լրագրողներ առավոտ աշխատանքի են գալիս վաղարշաբաթ տեսնելու ինչպես կարելի է սևացնել պարոն Մեխակյանին, որը վստահաբար չի լինելու։ Պարոն Խուդակյան, Մասիսի համայնքապետը 6 տարով ազատազրկման ենթարկվեց, այն դեպքում, երբ գործը 7 տարի քննվում էր եւ հիմա ընտրություններից առաջ այս որոշումը կայացվեց, արդյոք սա ընդդիմադիր համայնքապետերին այդպես լիկվիդացնելու գործընթացի մի մասը չէ։ Հիմա եթե ես հետեւյալը ասեմ, Վարդան Ղուկասյանի դեպքով ընտրություններից մի քանի ամիս հետո ընդամենը եղավ ուրեմն այս հայտնի փորձանքը, այդ բառը իր համար էս հայտնի փորձանքը, այդ դեպքում մեկնաբանում եք, որ ընտրությունները պարտվելուց հետո քաղաքացիական պայմանագիրը գնաց այս ճանապարհով, հիմա երբ որ դա պատահում է 4 տարի կամ Մասի քաղաքապետի դեպքում մի քանի ժամկետ պաշտոնավարելուց հետո դա էլ ասում եք ընտրություններին ընդառաջ, չէ, կար ընդամենը հարուցված քրեական գործ, որի մանրամասներին ես շատ այդպես էլ որպես հետաքրքրված չեմ եւ չեմ տիրապետում, որով կայացվել է շատ լավ այդ հարցը կարող եք ուղղել շատ այլ մարդկանց, բայց ոչ ինձ, որով կայացվել է օրենքով սահմանված դատավճիռ եւ երբ որ այդ վճիռը մտնում է օրինական ուժի մեջ, դուք հիմա այդ հարցն եք տալի, ոչ սա քաղաքական հետապնդում չի,
առնվազն բազմաթիվ են փաստերը դրա մասին եւ իմիջիալոց երեք էլ կուզեմ նաեւ առիթ օգտագործելով այդ հարցին անդրադառնամ, երբ որ նշվում էր, որ մենք վարչական ռեսուրս ենք կիրառում վաղարշապատում, ուրեմն առաջ բերելով հրատապ եւ այլ պետական բյուջեի ֆինանսավորման վաղարշապատում վերջին ամիսներին իրականացված ծրագրերը, պետք է ասեմ, որ մեր նախարարության ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագրերը այդ թվում նաև այն ծրագրերը, որոնցում ուղիղ իմ հաստատումը կա եւ ուղիղ իմ ներգրավվածությունը կա, այդ ծրագրերի զգալի մասը իրականացվում են այնպիսի համայնքներում, որտեղ համայնքի ղեկավարները ընդդիմադիր են եւ եթե թվարկեմ կարող է պարզվել, որ առաջի տասնյակում առնվազն կեսը այդ տրամաբանության մեջ են եւ ակնհայտ է, որ մենք ընտրություններին մտահոգվելու առիթ չունենք, որովհետեւ նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2021 թվականին է այդ բոլոր համայնքներում ուրեմն մեծամասնության քվեն ստացել եւ մենք գնում ենք 2026 թվականին նույն արդյունքը եւ դեռևս մեզ համար ավելի լավ քաղաքական արդյունք ապահովելու ճանապարհով։ Ինչպես Գնահատականը պիտի տան քաղաքացիները իր աշխատանքի, մենք որպես այդպեսին ավելի շատ մարզպետարանի միջոցով ենք աշխատում համայնքների հետ, պետք է ասեմ, որ Արարատի մարզպետարանը մեզ համար աշխատող հարց լուծող կառույց է եւ եթե Արարատի ավելի շատ այդ հարցին պետք է պատասխանեն։ Չեք տեսել դուք ամեն դեպքում։ Խնդիրներ Հայաստանի բոլոր համայնքներում խնդիրներ կան, բայց ես որպես այդպեսին գործառույթ չունեմ համայնքապետի աշխատանքը գնահատելու, որովհետև աշխատանքի բերումով շատ քիչ շփումներ ենք ունենում համայնքների հետ։ Խուդատյան Կիրակի գնալու եք Հովանավանք, արդյոք Կիրակի գործընկերներ, խնդրում եմ, ես նորից եմ ասում, չեմ շտապում, այստեղ եմ բոլոր հարցերը կտակ, բոլոր հարցերին կպատասխան։ Հետո կհիշեք, որ բաց մնացած հարցեր կա, ես կշարունակեմ մնալ, այդ հարցերն է կտակ, բայց ինձ հարցերը տվեք առանձին։ Կիրակի գնալու եք Հովանավանք, արդյոք Փաշինյանը նշել է, որ կրկին գնալու է Հովանավանք եւ մասնակցելու։ Գնալու եւ աշխատանքային օրակարգը փորձելու եմ այնպես դասավորել, որ գնամ Հովանավանք, դրանից հետո մասնակցեմ վաղարշապատի քարոզարշավին, իմիջիալոց դրանից հետո 2 շաբաթ արձակուրդում եմ լինելու եւ կարող ենք վաղարշապատում ավելի հաճախ հանդիպել։ Որովհետև Փաշինյանն է ասել, որ մասնակցել կա։ Ես առհասարակ մասնակցեք հրապարակային այդպես ցուցադրեք, որ նախկինում ուղղակի Ձեզ չի հետաքրքրել այդ հանգամանքը մենք պատարակների մասնակցում ենք թե չէ, հետևաբար չեք տեսել։ Առնվազն են մարդիկ։ Ես հիմա իմ եկեղեցի գնալը երբևէ չեմ հրապարակել, եթե այտենց որպես այդպեսին ուշադիր լինեք, եթե ընտանեկան ինչ-որ առիթով եկեղեցի չեմ գնացել, չեմ հրապարակել, բայց շատ հաճախ ինձ կարելի է տեսնել Հայաստանի տարբեր եկեղեցիներում առանց տեսակ։ Ստեփան Ասատրյանի այդ արարողությունը։ Ինչպես։ Որդի եք ունեցել, չէ՞։ Այո։ Պատրաստ եք տանել Ստեփան Ասատրյանը որպես կարգավորիչ քահանա կնքի։ Շատ լավ, իմ երկու երեխաները մկրտված են, այո, բայց նաև հետևյալը ասեմ, որ ես սովորաբար այդպիսի առիթները կազմակերպում եմ իմ տարածաշրջանում եւ պսակադրությունը եւ իմ երեխաների կնունքը եղել է Արմավիրյան եկեղեցիներում, այսինքն Արմավիրի տարածաշրջանում, բայց այո պատրաստ եմ, եթե ձեր հարցին անդրադառնանք, այո պատրաստ եմ։ Խմբականները հատուկ այսպես կլիենտուրա են հավաքում Իրանի համար։ Եթե հոգևոր իրադարձության մասին ես օրինակ օգտագործեի այն տերմինը, որը դուք օգտագործեցիք, վստահաբար ես կդառնայի Հայաստանի բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցների օրվա վերնագիրը, ես այնպես որ ձեր ուրեմն տերմինը կարծում ես իրադարձության մասին լավը չէ։ Որ ծափեր են հնչում, դա նորմալ է։ Սուբվենցիոն ծրագրերին հատկացվող գումարը մեծանում է։ Եթե այո, ես խնդրեմ 2020 ավելացնելու 26-ին ինչ ուր է ուղղվելու այդ միջոցը։ 2026 թվականի ընթացքում, 2025 թվականի ընթացքում մենք արդեն 96 միլիարդ դրամի պետական համաֆինանսավորման ծրագրեր ունենք հաստատած, որից պետական համաֆինանսավորման մասը 50.1 միլիարդ դրամ է,
մեծ ծավալի շինարարական աշխատանքներ ունենք, որոնք 2025 թվականին տեղափոխվել ուրեմն 2022, 23, 24 թվականներից եւ վստահաբար լինելու են աշխատանքներ, որոնք տեղափոխվելու են նաեւ 2026 թվական։ Հիմա ասեմ, վաղը նաև փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողովի նիստ ունենք, որտեղ շարունակելու են քննարկել համայնքներից ստացած հայտերը։ Նկատի ունեմ, սա թվարկում եմ, որպեսզի պատկերացնեք, որ այս process-ը մեր մոտ անընդհատ process է եւ հնարավոր էլ չի ընդհատել, որովհետեւ 22, 23, 24, 25 թվերից մենք շարունակական կատարողականներ ենք ստանում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը պետական բյուջեից պատրաստ է ֆինանսավորում իրականացնել են բոլոր կատարողականների մասով, որոնք անհրաժեշտ կարգով ուսումնասիրված են եւ աշխատանքը տեղում անհրաժեշտ կարգով իրականացված է։ Հետեւաբար, եթե մեզ ներկայացվի 30 միլիարդ, մենք կֆինանսավորենք 30 միլիարդ, ներկայացվի 35 կֆինանսավորենք 35, ներկայացվի 40 կֆինանսավորենք 40։ Համայնքներից է գալու այդ։ Դրանք վերաբերվում են, դրանք այո, ամբողջությամբ սուբվենցիոն հայտերը գալիս են համայնքներից, համայնքները իրենք են նաև հանրային քննարկումներ իրականացնելով որոշում առաջնահերթությունները։ Իհարկե պետության կողմից կան սահմանած առաջնահերթություններ, որոնցում պետական համաֆինանսավորման կա այս տարի պետությունն է համարում առաջնահերթություն։ Միշտ է եղել այդպիսի ենթակառուցվածքներ, որոնք պետությունն է համարել առաջնահերթություն։ Դրանք հիմնականում 2026-ին էլ դրանք լինելու են ուրեմն ճանապարհաշինական աշխատանքները, նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի կառուցման, վերակառուցման աշխատանքները, խմելու եւ ոռոգման ջրամատակարարման համակարգերի արդիականացման ուղղված աշխատանքները, գազաֆիկացման ուղղված աշխատանքները, սրանք մեր առաջնահերթություններն են։ Պարոն Խուդատյան, արդյոք կա կառավարությունում գրավոր կամ նկատի ունեմ նախագիծ կամ դեռ մտադրություններ, քննարկումներ այն մասին, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը նշեց, եկեղեցիները, որոնք անհատույց տրված են մայրաթորին, հետ վերցվի։ Ես այդպիսի տեղեկատվության չեմ տիրապետում, հարցը մեր նախարարության համակարգման տիրույթում չի եւ դրա բերում է որ ըստ երևույթին այդպիսի ինֆորմացիա չեմ տիրապետում։ Բայց վերադարձվեն դա պետ գույքին է միացվելու։ Սովորաբար պետական գույքերի կառավարումը ուրեմն եթե այդ գույքը այլ կառավարող մարմին չունի, պետ գույքին, իսկ եթե այլ կառավարող մարմին ունի, համապատասխան գերատեսչության։ Եկեղեցիները վերադարձվեն պետությանը, ճիշտ կլինի վարչապետի աշխատանքը։ Եկեք եթեով հարցերին չպատասխանեմ։ Խուդատյան տեղեկությունները, որ Փաշինյանը ամեն դեպքում որքան էլ վարչական ռեսուրս է կիրառվել, որտեղ մենք տեսանք, որ որտեղ է վարչական Հողանավանքում, որ տարբեր մարզերից եղել են, դուք իհարկե չեք մասնակցել, բայց ամեն դեպքում դժգոհ է։ Անվտանգության ծառայությունը քաղաքացիական հագուստով գրեթե կեսն է։ Եվ անվտանգության ծառայությունը հանրային բոլոր միջոցառումների ժամանակ շատ դեպքերում իրականացնում է։ Դե ես հիմա չափը չեմ կարող ասել, իսկ ով է հաշվել ինչ չափ։ Մենք ամբողջ Շատ լավ, հրապարակենք որ կես։ Վարչական ռեսուրսի կիրառում չի եղել։ Փաշինյանը դժգոհ է եղել։ Վարչական ռեսուրսի կիրառում չի եղել։ Փաշինյանը թիվը դες չի հանգստացնում, որ քիչ է։ գրել էր հարգելի ընկերներ արեք առանց Երևանի քաղաքապետի դեպքում ունեիք վերջին քարոզաշրջանը։ Ունեինք, որտեղ գրված էր, որ հարգելի գործընկերներ, վարչական ռեսուրսի հայկական հարգելի գործընկերներ, վարչական ռեսուրսի կիրառումը բացառեք ունեն գրված։ Թիվը որ քիչ էր, սա արդյոք ցուցիչ է, որ կաթողիկոսի դեմ պայքարում միայնակ եք մնացել։ Ինչին է Որ թիվը քիչ էր Հովանավանում։ Հարգելի գործընկերներ, ձեր գործընկերների մի կողմը ասում է, որ մեծ քանակությամբ մարդիկ են եղել, մյուս կողմը ասում է, որ Պետության աշխատակիցներ են եղել մեծ քանակով, բայց մարդկանց թվականակը մեծ չէր։ Հիմա սա արդյոք ցուցիչ չէր, որ կաթողիկոսի դեմ պայքարում միայնակ է։ միջոցներից մեկի հարցումն էի նայում նույնիսկ, եւ ես խորհուրդ կտամ այդ հարցումը դուք էլ նայեք պատկերացնելու համար մեր աջակիցների թիվը այս process-ում ինչքան է։ Պարոն Խուդատյան, Նիկոլ Փաշինյանը խմբում որ գրել էր, տակնել ասենց գրել էր, որ վարչական ռեսուրս չկիրառել, թող մարզպետը 30 հոգում է հետը բերել, եթե ոչ մարզպետարանի կամ Ես չեմ պատկերացնում ինչի մասն եք ասում խոսքը։ Որ մարզերից են, պարոն Խուդատյան, այնպես չի որ մենակ Որ հանրահավաքի օրը։ Հա, քաղաքական շատ լավ, Վաղարշապատի քաղաքապետարանի, քաղաքապետի ընտրությունների մասնակիցների կեսից ավելին հյուրախաղերով Երևանից են եկել Վաղարշապատ։ Ընդդիմադիրների շարքերի առաջին կեսը հյուրախաղերով Վաղարշապատ ժամանած
ձախողված քաղաքական գործիչներ են, որոնք իրենց թիմակիցներն են եւ մենք դեմ չենք, որ իրենք մասնակցեն այդ քարոզարշավին։ Ես նկատի ունեմ, որ քաղաքական process է եւ եթե քաղաքական ուժ կա, որի համակիրները ուրեմն Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերից են, իրենք էլ կարող են մասնակցել։ Բայց եկեղեցու դեմ է սկսված հատկապես Եկեղեցու դեմ չի սկսվել, խոսքը վերաբերվում է Սահակյանի վարկանիշը, որքան էլ ասում եք դու հաղթել է տարբեր ընտրություններում, ամեն դեպքում ձեր ուսումնասիրություններով ինչ որ Ես առաջարկում եմ ձեզ այդ հարցի պատասխանը ստանալու համար հարցում իրականացնեք վաղար շաբաթում, բայց քանի որ դատելով են հանգամանքից, որ ձեր գործընկեր լրատվամիջոցներից մեկը երեք ըստ երևույթին հարցում էր իրականացնել, ես նույնիսկ այդ հարցումը, նույնիսկ այդ հարցման բովանդակությունը, նույնիսկ այդ հարցման ուղղորդումները տեսնելով, այդպիսի մտահոգություն չունեմ։ Նույնիսկ այդ ուղղորդումներին քաղաքացիների հստակ պատասխանները տալով ես այդ մտահոգությունը չունեմ եւ ավելին ասեմ, վաղարշապացիները, իջմիածնեցիները շատ ավելի վաղուց են ծանոթ որոշակի հոգևորականների արկածներին, այն պարզ բերումով, որ այդ արկածները իրենց աչքի առաջ են եղել, այդ արկածները եղել են մեր վաղարշապատում, մեր Էջմիածին քաղաքում եւ դրանք իրականում առաջին հերթին ցավ են պատճառել վաղարշապատիներին, էջմիածնեցիներին։ Եվ այն ամեն ինչը, որը գուցե Հայաստանի այլ բնակավայրերի բնակիչների համար բացահայտում է, ցավոք սրտի վաղարշապատիների համար բացահայտում չի, որովհետեւ վաղարշապատիները այդ միջավայրն են կիսել որոշ վայ հոգևորականների հետ միասին։ Ինչ են արել, ինչ արկածների մասին եք ասում։ Ինչքան ժամանակ եք եկել վաղարշապատիները այդ մասին։ Ինչի մասին։ Ենթադրում եմ երկար ժամանակ։ Ինչ արկածներ։ Մի երկուսը մատնանշեք։ Ոչ։ Ինչու։ Բա խոսում եք առանց փաստերի։ Փաստեր չունեք, փաստորեն։ Ժողովուրդն եմ ասա արկածներով կիսվել այդ ինֆորմացիայով կիսվել։ Մի խոսքով այս բլոկին արգելված գործընկերներից մեկը քիչ առաջ Հաջորդը ես կպտտեմ, որ դուք ինձ հարցնեք։ Իշխանությունը անցնում է արդեն հոգևորականների, այսպես անձնական կյանքի միջամտելու, այսպես Իշխանությունը չի անցել, ես դատապարտում եմ ցանկացած մարդուն, եկեղեցու դեմ, այսպես ասած, ես դատապարտում եմ ցանկացած մարդու անձնական կյանքին վերաբերվող ինֆորմացիայի ստացումը, հրապարակումը եւ հանրայնացումը, լինի այդ մարդը, շատ լավ հարց եք տվել, թույլ տվեք ես պատասխանեմ, ես չգիտեմ դալիճում չեմ եղել, չգիտեմ ինչն եմ փռել ուսումնասիրել, ենթադրում եմ դուք էլ չեք եղել եւ դուք էլ չեք կարող հստակ պնդել ինչն եմ փռել ուսումնասիրել, ես դատապարտում եմ ցանկացած մարդու անձնական կյանքին վերաբերվող ինֆորմացիայի ստացումը եւ հանրայնացումը, անկախ դրանից այդ մարդը հոգևորական է, ուժային կառույցի ներկայացուցիչ, քաղաքական գործիչ, թե օրինակ Հայաստանի Հանրապետությունում բիզնեսով զբաղվող ցանկացած մարդ, թե գյուղատնտեսությամբ զբաղվող ցանկացած քաղաքացի, իմ համար դա դատապարտելի է։ Դրան հույս ունեմ եւ դրան իմիջիալոց անդրադարձել են նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության բազմաթիվ գործընկերներ եւ վստահ եմ, որ դուք այդ ինֆորմացիան ունեք։ Պարոն Խուզակյան, նորից ընտրությունների թեմա մի հարց Գյումրիի քաղաքապետի կանոնավորումը վաղարշապատում սպասվող ընտրությունների չափանիշներ առաջացրեց ինչ ուղերձ է վաղարշապատի ընդդիմադիր էլեկտորատին եւ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Տեսակետ կա, որ այդ կանոնավորումը կարող է կոնսոլիդացնել ընդդիմադիր էլեկտորատին եւ ընդդիմությունը ավելի շատ ծններ հավաքի։ Ընդդիմադիր էլեկտորատը կարծում եմ Գյումրիի փորձը ցույց տվեց, որ այնքան կոնսոլիդացված են իրար հետ, որ իրարից շարունակաբար դժգոհող, իրար վրա կրակող, իրարից հաճախ իրենց խոսքում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, որոնք իրականում նույն քաղաքական հայացքներ ունեն առնվազն իրենց համար սկզբունքային պրոցեսների մասով եւ առնվազն այդ ուժերը կառավարվում են մի տեղից, որը ակնհայտ է, Գյումրին ցույց տվեց, որ ակնհայտ է, իրենք կոնսոլիդացված են։ Այնպես չի, որ 2021-ի ընտրություններում ընդդիմադիր զանգվածը վաղարշապատում կոնսոլիդացված չի եղել, իհարկե կոնսոլիդացված է։ Այն նախկին գյուղապետերը, որոնք հիմա էլ այլ քաղաքական ուժերով են ուրեմն առաջադրվել, այդ նախկին գյուղապետերը այն ժամանակ էլ են ընդդիմադիր հայացքներ ունեցել, այն ժամանակ էլ են Սևակ Խաչատրյանի համար փորձել ձայներ ապահովել։ Ապահովել են ընդամենը 3500 ձայն, որը մեր համար մտահոգիչ չի։
որովհետև ես նորից եմ ասում եւ ուզում եմ կարևոր արձանագրում անել այս մասով։ Պարոն Մեխակյանի հեղինակությունը, պարոն Մեխակյանի ճանաչելիությունը, պարոն Մեխակյանի անցած ճանապարհը Վաղարշապատ համայնքում քննարկման ենթակա չի։ Եվ այդ է պատճառը, որ ընդդիմությունը հույսը դրել է արհեստական բանականությամբ գեներացված ինչ-որ տեսահոլովակների վրա, որոնք հաճախ ժպիտից բացի այլ զգացողություն մարդու մոտ չեն առաջացնում։ Եվ ես ուզում եմ այդ հասկանալ, եթե ընդդիմությունը այդպես է վերաբերվում քաղաքացիներին, այսինքն քաղաքացու գիտակցությանը այդպես է վերաբերվում, եթե ընդդիմությունը մտածում է, որ քաղաքացին արհեստական բանականությամբ գեներացված տեսահոլովակը իրականությունից չի տարբերի, ուրեմն այդ ընդդիմությունը քաղաքական երկար ճանապարհ չունի անցնելու եւ առհասարակ քոչարյանական ընդդիմությունը Հայաստանի Հանրապետության ոչ մի բնակավայրում քաղաքական երկար ճանապարհ չունի անցնելու։ Անկախ դրանից քոչարյանականները այդ շտաբեր գալիս են գիշերով թե ցերեկով փոխված մեքենաներով թե իրենց սեփական մեքենաներով, քոչարյանական ընդդիմությունը Հայաստանի Հանրապետությունում ճանապարհ չունի անցնելու։ Դրա մասին քաղաքացիները ցույց են տվել ինչպես 2018 թվականի հեղափոխությանը, այնպես էլ 2021 թվականի ընտրություններին, այնպես էլ ցույց են տալու Վաղարշապատի ընտրություններին եւ նաեւ 2026 թվականի համապետական ընտրություններին։ Եթե այդպես չի, եթե իրենք կասկածում են, ուրեմն ես առաջարկում եմ իրենց հայտարարեն, որ եթե ընտրությունները չհաղթեն, այսինքն փաստացի առաջի տեղ չզբաղեցնեն, պարտվելով իրենք համայնքապետարան չեն մտնի նույնիսկ ավականու կարգավիճակով։ Կա այդպիսի քաղաքական ուժ, որ ասում է, եթե մենք ընտրությունները չհաղթենք, այսինքն փաստացի հասկանանք, որ այս բնակավայրում առաջին տեղը չենք զբաղեցել, մենք կհրաժարվենք չընտրված կարգավիճակով համայնքապետարանը մտնելուց։ Կա այդպիսի ուժ։ Եթե կա, եկեք քննարկենք, եթե չկա, ուրեմն քննարկելու հարց չկա։ Մենք հաղթելու ենք ընտրությունները։ Պարոն Մեխակյանը հաղթելու է ընտրությունները, որովհետև Վաղարշապատցիները ճանաչում են պարոն Մեխակյանին, պարոն Մեխակյանի ընտանիքին, պարոն Մեխակյանը այդ համայնքում աշխատել է, այդ համայնքում սովորել է, ոչ պարոն Մեխակյանը սովորել է Վաղարշապատում, Էջմիածին քաղաքում, պարոն Մեխակյանը աշխատել է Էջմիածին քաղաքի քաղաքապետի տեղակալ, պարոն Մեխակյանը ռեյտինգային ընտրակարգով 6000 ձայն է ստացել միայն Էջմիածին քաղաքից, Դրանից հետո պարոն Մեխակյանը աշխատել է, ընտրվել է Խոյ համայնքի ղեկավար, իմիջիալյոց պարոն Մեխակյանի դեմ առաջադրված տեխնացուներին այս նույն գյուղապետերը նորից առաջադրվում աջակցում էին նաև այն ժամանակվա ընդդիմադիր տեխնացուին, ասեն պարոն Մեխակյանը այս մարդկանց առաջի անգամ չի հաղթել, նույնիսկ երկրորդ անգամ չի հաղթել, եւ հիմա հաղթելու է, այսինքն Վաղարշապատցիները պատկերացնում եք մեր Ասլտիկին Ջեբեջանը եղել է այն գյուղում, որտեղ մենք քարոզարշավ ենք, երկու գյուղերում եղել ենք, որտեղ քարոզարշավ ենք իրականացրել։ Եթե մտնում ենք գյուղ, որտեղից նախկին գյուղապետի ժամանակ այդ գյուղում մանկապարտեզ չի եղել, ասֆալտ չի եղել, դպրոց չի եղել, ջրագիծ չի եղել, 2021-ից հետո այդ գյուղում կա մանկապարտեզ, կառուցվել է ջրագիծ, պետական ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է եկեղեցի, կառուցվել է 2 ճանապարհ, ինձ կբացատրեք այդ գյուղի ժողովրդի մոտիվացիան պարոն Մեխակյանին չընտրելու։ Ես առաջարկում եմ ձեզ, հարգելի գործընկերներ, ես շաբաթ օրվանից լինելու եմ արձակուրդում, ես առաջարկում եմ ձեր համար կազմակերպեմ տուր, մեդիա տուր, իմիջիալյոց այդպիսի շատ ծախսեր պետք չէ լինելու իմ անձնական միջոցների հաշվին կազմակերպել մեդիա տուր, շատ լավ, պայմանավորվեցինք, որի ընթացքում ձեզ կցույց կտանք այն աշխատանքները, որոնք իրականացվել են համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրությունից հետո կհավաքվենք սուրճի սեղանի շուրջ, դուք ինձ կասեք, անկեղծ, առանց տեսախցիկների կասեք, եթե դուք լինեիք Վաղարշապատցի, դուք ում կընտրեիք ընտրություններին։ Պարոն Խուդատյան, երբ որ դուք թվարկեցիք այս կարի դպրոց մանկապարտեզ նույնիսկ եկեղեցի եւ այլն, այդ դեպքում եթե պարոն Մեխակյանին ընտրողները այսպես ձեռքից ձեռք էին խլելու, որ ընտրեին, ինչի Խոյ համայնքը, որտեղից պարոն Մեխակյանն է բերեցիք, միացվեցիք Վաղարշապատին, արդյոք սա չարվեց նրա համար, որ Սա արվեց ավելի արդյունավետ կառավարման մոդել ունենալու համար եւ ես 2021-ին էլ
առաջարկել եմ նաև քննարկումների ժամանակ փոքր համայնքային մոդելներ չունենալ Հայաստանում։ Եվ 2026 թվականին դուք կհամոզվեք, որ մեր օրակարգում շարունակում է մնալ այլ միավորված համայնքների վերամիավորումը մի պարզ պատճառով։ Գոյություն ունեցող կարգը թույլ է տալիս ավելի մեծ համայնքների ավելի մեծ միջոցներ տրամադրել, որոնցով հնարավոր է լինում նաև իրականացնել ավելի մեծ աշխատանքներ։ Ես այստեղ էլ դահլիճում էլ պարոն Նազարյանի հարցին, երբ որ անդրադարձա, մի համանման հարցալինքներ տվել, բայց իհարկե այլ տրամաբանության մեջ, դուք ավելի քաղաքական տրամաբանության մեջ եք այդ հարցը տալի հասկանալի պատճառներով, ես հետևյալը պիտի ասեմ։ Եթե մենք ունենք երկու համայնք, որոնք օրինակ պետությունից յուրաքանչյուրը ստանում է պայմանական ասած 1 միլիարդ դրամ դոտացիա, որը իմիջիայլոց համայնքի գործունեությունը ապահովող հիմնական ֆինանսավորումն է, շատ դեպքերում դա շատ ավելի շատ է, քան սեփական միջոցները, այդ համայնքների միավորման արդյունքում միայն այդ դոտացիայի թիվը ոչ թե դառնում է իրենց մաթեմատիկական գումարը 2 միլիարդ դրամ, այլ շատ ավելի շատ, ինչը հնարավորություն է տալիս համայնքում շատ ավելի շատ հարցեր լուծել, այդ թվում նաև մարդկային ռեսուրսի առումով թույլ է տալիս համայնքում ավելի մեծ պոտենցիալով մարդկային եւ մասնագիտական ռեսուրս կենտրոնացնել։ Եվ մենք վաղար շաբաթում արել ենք այս տրամաբանությամբ։ Հակառակ տրամաբանությամբ անելու պարագայում մենք վաղար շաբաթում ունենք ավականի, որը ուներ մեծամասնություն, կարող էինք ավականոց ընտրել համայնքի ղեկավար, որը բնականաբար հետո նաեւ ժամանակը ցույց տվեց, որ ոչինչ չէր խանգարում մեզ, որտեվ պարոն Մեխակյանի գլխավորությամբ այդ ավականին նորից շարունակեց նիստերի գալ, բոլոր որոշումները, որոնք եկան ավականին, մեր ավականին նորից ընդունեց այդ որոշումները եւ հետեւաբար կարող էինք անել դա եւ մինչեւ 2026 թվականի դեկտեմբեր ամիսը չգնալ ընտրության, բայց որովհետեւ կարծել ենք, որ վաղարշապատի եւ խոյի բնակիչների շահերից է բխում իմ ասած տրամաբանության մեջ համայնքների միավորում անելը, մենք գնացել ենք միավորման ճանապարհով։ Պատկերացնում եք, մենք ընտրություններից հետո այդպիսի բան անենք, օրինակ շատ տեսականորեն պատկերացնում եք, մենք վերջին երկու ընտրություններից հետո, օրինակ Գյումրիից եւ Փարաքարից հետո այդպիսի բան անենք եւ հետո ձեր արձագանքը պատկերացնում եք այդ անելու։ Պարոն Խուդատյան, քիչ առաջ Գյումրիից հետո Գյում չենք արել։ Պարոն Խուդատյան, ազգային ժողովում նաեւ Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներն են ընթանում, նիստերը եւ Եվրանեստ ԽՎ-ի քաղաքական մարտիրամքների եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի այդ նիստի ժամանակ Եվրոպական խորհրդարանի падգամավոր Նաչո Սանչես Ամորը անդրադառնալով ձեր ժողովրդավարական բաստիոնում ձերբակալություններին ամոթանք է տվել ձեր իշխանություններին, ասելով որ 20-ից 40 հոգով հարձակվում եք, մարդ եք ձերբակալում 20-40 ոստիկաններով մարդկանց կալանավորում եք ընդամենը կարծիքի համար, օրինակ կաշառքի համար է, այլ բան։ Չէ՞ որ դա չեմ հասցրել ուսումնասիրում։ Դրա համար ընթերցում ու ամբողջությամբ կարծիքի կաշառքի համար է, այլ է, բայց եթե կարծիքի համար մարդ են դատում սոցցանցերում հայտնած կարծիքի համար, Հայաստանի Հանրապետությունում կարծիք արտահայտելու համար ոչ մեկի չեն դատել 2018 թվականից հետո, 2018 թվականից առաջ ոչ միայն դատել են, այլև զուգարանում սպանել են այդ մարդկանց։ Կրակել են, այլև Երևանի կենտրոնում ավտոմատով կրակել են սեփական կարծիք հայտնող մարդկանց վրա։ Քոչուբաևի ստատուսի համար չփռին ասֆալտին։ Ոչ։ Բա ինչի համար։ Պրոցես կա, որով կարծում եմ այդ պրոցեսի արդյունքում պարզ կլինի ինչի համար։ Սամվել Կարապետյանը ինչի համար ասեց մասնակցում են ու բռնեցի։ Ինչին էր մասնակցում։ Ասեց կմասնակցենք եկեղեցու դեմ մեր ձևով։ Պաշտպանության։ Դրա համար չեն ձերբակալել վստահաբար։ Եվ մի պահ են մեկնաբանությունը, որ դուք մի պահ են մեկնաբանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին են լսում, քաղաքացիների մեծամասնությանն են լսում, ովքեր մեզ 2021 թվականին մանդատ են տվել Հայաստանում իրականացնելու այն ծրագրերը, այն բարեփոխումները, որոնք մենք իրականացնում ենք, եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունը եւ կառավարությունը շարունակելու են նաեւ 2026 թվականին լսել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, միայն քաղաքացիներին, բացառապես քաղաքացիներին եւ ուրիշ ոչ մեկի քաղաքացիներից բացի։ 21 թվականի քաղաքացին ձեզ քվե տվեց, որտեղ ունեիք ծրագիր նախընտրական, որտեղ Արցախի հետ կապված խոստումներ էիք տալի 2026 թվականին ընտրություններ են, 2021-ին էլ պնդում էիք, որ մեզ դուք չեք պնդում։ Իսեր Աստծո պնդումն էին, որ մեզ ձայն չեն տալու, քաղաքացին
այդ պնդումը անողներին իրենց տեղը ցույց տվեց, մենք վստահության քվե ստացանք 2026-ին էլ իր տեղը ցույց կտա, ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վստահաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որ Շուշի եւ Հադրութ եկդեով Հանրապետության քաղաքացիները մեծ ձայն են տվել խաղաղության օրակարգը առաջ տանելու մասով, ինչի շուրջ մենք վերջին 5 տարվա ընթացքում ձեռքբերումներ ունենք շոշափելի, որի ուրեմն հաստատումը նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված խաղաղության ուրեմն համաձայնագիրն է եւ այդ համաձայնագրի մեկնաբանումը Հայաստանի Հանրապետության, արդեն նաև Ադրբեջանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Ադրբեջանից էլ հրապարակային հայտարարություններ են եղել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այլևս հաստատված է խաղաղություն, Հայաստանում էլ այդպիսի ուրեմն արձանագրում է եղել եւ նաեւ նույն արձանագրումը կարծում եմ հիմա շատ այլ երկրների կողմից կա։ Այսինքն այս եվրոպացի падգամավոր Բարախուպետյան եվրոպացի падգամավորին էս մի ասեք, սկսենք դրանից հետո հիշատակների խորը մոլորության մեջ է, որ Հայաստանում ամեն դեպքում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ կան։ Ես չգիտեմ ով ինչքան խորը մոլորացության մեջ է թե ոչ, թույլ տվեք չմեկնաբանեմ։ Պարոն Խուդաչյան, անդրադառնալով վաղարշապատի ընտրություններին, քանի որ դուք մասնակցում եք քարոզարշավին, այնտեղ չմիացնում մարդիկ խոսում են, որ Արգիշտի Մեխակյանին չեն պատրաստվում ձայն տալ միայն ՔՊ-ի թեկնածու լինելու համար։ Ձեր քարոզարշավի ընթացքում հանդիպել եք նման մարդկանց։ Ոչ, իմ քարոզարշավի ընթացքում չեմ հանդիպել նման մարդկանց, Տիկին Ջեբեջյանը մեր այդ ամբողջ քարոզարշավի մասնակցել է շատ լավ, եթե այդ մարդիկ ասում են ընտրությունները ցույց։ Առնվազն նախորդ բոլոր ընտրությունները վաղարշապատում ցույց են տվել, որ քաղաքացիները մեզ են ձայն տալիս, հետեւաբար եթե այդպիսի մտահոգություն կա, կարծում եմ դա ընդդիմադիրների մտահոգությունը պիտի լինի։ Քաղաքացիները, որ էջմիածնեցիները տեսել էին հոգևորականների հետ կապված, նաև ամենայն հայոց կաթողիկոսի արկածներն էին տեսել, թե ոչ։ Տվեք ես առանձին մեկնաբանություններ չանեմ, աղմկահարույց հայտարարություն վաղարշապատցիներն են արել, որը ոչ միայն հայտարարություն է, այլ ասում բացեք այդ ռեպորտաժը նայեք, հիմա լրատվամիջոցը այսօրվա հարցում այսօր կամ երեկ եմ տեսել, ըստ երևույթին չեմ լավ լրատվամիջոցի անունը չասեմ, բայց լինքը կուղարկեմ, ես հո չեմ ասել, վաղարշապատցիներն են, խնդրում եմ նայեք, եւ ես վստահ եմ, որ այդ տեսանյութը sense ինչքան հնարավոր է ուղղորդված էր, որտեվ եթե դուք էլ տեսնեք, իսկ այս հարցը, իսկ միատել այս հարցը, իսկ մյուս այս հարցը բան, այդ ռեպորտաժում ասում են, որ տեսել են հոգևորականների այդ թվում տարակուսանք հայտնող բազմաթիվ մարդիկ կան, եւ այդ ռեպորտաժում, եւ շատ ավելի շատ այդ ռեպորտաժներից դուրս, եւ տարբեր բնակավայրերում, որովհետեւ վաղարշապատցիները միջավայր են կիսել որոշ վայ հոգևորականների հետ եւ առավել քան ուրեմն այդ միջավայրը առավել քան խոսուն է եղել այն ուրեմն խնդիրների մասով, ինչը մենք արձանագրում ենք։ Դուք այդ ձեզ պատմել են, թե դուք ռեպորտաժը նայելու հիման վրա եք այս պնդում։ Եթե վաղը որոշեք ձեր աշխատանքային օրը տրամադրել վաղարշապատում հարցում անելուց, շատ մեծ հավանականությամբ ձեզ էլ կպատմեն։ Չէ, դուք ձեզ պատմել են, թե դուք ռեպորտաժով եք տեսել։ Մատ հարցը նորից։ Դուք վաղարշապատների խոսակցություն։ Մի հարց է պարոն Խուդաչյան, ձեր խոսքում գործեցիք քոչարյանական ընդդիմություն, կապակցությունը, խնդրում եմ իրազեկեք։ Մայր Հայաստանը քոչարյանական ընդդիմություն է։ Որ քաղաքական ուժ։ Մայր Հայաստանը քոչարյանական ընդդիմություն է։ Ուրեմն հաղթանակ դաշինքը քոչարյանական ընդդիմություն է։ Գյումրին ցույց տվեց, որ ուրեմն Արթուր Վանեցյանի կուսակցությունը քոչարյանական ընդդիմություն է։ Ցավ եմ ապրում, որ ժառանգությունը իրեն պահում է այնպես, ինչպես քոչարյանական ընդդիմություն է, եւ առնվազն այս 4 ուժերը, որոնց մասին ասացի, իրենք քոչարյանական ընդդիմություն են, իրենց ընտրող քաղաքացիները պիտի ուղիղ իմանան, որ իրենք ձայն են տալիս Ռոբերտ Քոչարյանին, շատ ուղիղ պիտի իմանան, որ իրենք ձայն են տալիս Ռոբերտ Քոչարյանին, եւ Ռոբերտ Քոչարյանը վաղարշապատում որոշել է մի քանի ուժերով մասնակցել քարոզարշավին, եւ այդ ուժերը բոլորը կառավարվում են մի տեղից, եւ Գյումրին էլ ցույց տվեց, որ այդ բոլոր ուժերը կառավարվում են մի տեղից։ Հանրապետության երրորդ նախագահը որևէ ուժով մասնակցում է, թե որոշել է ձեռնպահ մնալ վաղարշապատում։ Մայր Հայաստանը բազմաթիվ անգամներ ասել է, որ ինքը Քոչարյանի գաղափարակից ուժն է, դատելով
Քոչարյանի հետ ազգային ժողովում կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը ներգրաված է ուղիղ իր անունով դաշինք է կազմել մեկ այլ կուսակցության հետ եւ հաղթանակ կուսակցության մեջ Դաշնակցությունը իր մասնակցությունը ունի։ Գյումրին ցույց տվեց, որ նաեւ Վանեցյան նեստ անհրաժեշտության ուրեմն որոշումներ կայացնում քոչարյանական ուժերի տրամաբանության մեջ եւ ես վստահ եմ նայելով նաեւ ժառանգության ցուցակը վաղարշապատում վստահ եմ որ վաղարշապատում նաեւ ժառանգությունն է քոչարյանական ընդդիմություն դարձել բայց մենք այստեղ մտահոգություն չունենք դուք հարցը տալիս եք ես այդ հարցին պատասխանում եմ եւ դա թող չդիտվի որպես մտահոգություն քոչարյանական ընդդիմությանը ինչ անունով էլ իրենք հանդես գան որ ժամերին եւ ինչ տարբերվող մեքենաներով էլ իրենց նախընտրական շտաբեր այցելել քոչարյանական ընդդիմությանը վաղարշապատին իր տեղը ցույց է տալու այնպես ինչպես իր տեղը քոչարյանական ընդդիմությանը ցույց է տվել 2018-ի համապետական ընտրությունների ժամանակ 2021 թվականի թիմ ընտրությունների ժամանակ 2021 թվականի ուրեմն ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ինչպես Խոյ համայնքում 2018 թվականի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ այնպես էլ 2021-ի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ այնպես էլ 2021 թվականի թիմ ընտրությունների ժամանակ եւ իմիջիալոց եւ ընդդիմության դերակատարները չեն փոխվել վաղարշապատում եւ չի փոխվել նաեւ իշխանության դերակատարները Պարոն Մեխակյանը կանգնած է եղել Արմավիրի մարզում եւ Վաղարշապատում քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրանցած հաղթական արդյունքների կարևոր կետում ինքը կարևոր մասնակցություն է ունեցել քաղաքացիական պայմանագրի հաղթանակում ոչ միայն Վաղարշապատում այլև Արմավիրի մարզում այն տրամաբանության մեջ որ ինքը մարզից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված եւ ամենաշատ ձայները հավաքած падգամավոր է Նաև աշխատել է Արմավիրի մարզպետի տեղակալ, նաև Արմավիրի մարզպետ։ Այսինքն հաղթողները մի տեղում են, պարտվողները մի տեղում են, ընտրողները նույն տեղում են։ Ընտրողները պարտվողներին ցույց կտան իրենց տեղը, հաղթողներին ցույց կտան իրենց տեղը, ինչքան էլ ռեբրենդինգ անեն հետաքրքիր գույների, այլ անունների, այլ նկարների, այլ պատկերների մեջ տրամաբանությունը պարզ է։ Բաղարշապատցիները նախկին քվող ղեկավարի Դիանա Գասպարյանից գոհ էին։ Չեմ կարող ասել ամբողջ վաղարշապատցիները գոհ են, բնականաբար կլինեն մարդիկ, ովքեր գոհ են աշխատանքից, բնականաբար կլինեն մարդիկ, ովքեր դժգոհ են աշխատանքից, եւ կարծում եմ դա ցանկացած համայնքի ղեկավարի վերաբերվող հարց է, մի քիչ ավել, մի քիչ պակաս տրամաբանության մեջ։ Չեք կարծում, որ Դիանա Գասպարյանի օրինակից հետո վաղարշապատցիները պարզապես չեն ցանկանա իրենց։ Դիանա Գասպարյանը այլ քաղաքական անհատ է, այլ գործիչ է, Արգիշտի Մեխակյանը այլ գործիչ է եւ երկու անձերի մեջ համեմատական անցկացնելը կարծում եմ սխալ է, որովհետեւ պարոն Մեխակյանը հրաշալի անցած ճանապարհ ունի եւ պարոն Մեխակյանը հրաշալի անցած ճանապարհ ունի եւ ինքը առանձին քաղաքական գործիչ է, որը առանձին երբ որ աշխատել է առանձին գնահատականի է արժանացել, առանձին երբ որ առաջադրվել է, առանձին թվով, մեծ թվով ձայները ստացել։ Պարոն Խուդատյան, հնարավոր է, որ Հանրապետության վարչապետը Քարոզ Արշավի վերջին օրը այցելի Վաղարշապատ, այդպիսի պլանավորում էս պահին չունենք, այդ հարցերը առաջին հերթին որոշում է Հանրապետության վարչապետը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը։ Մենք այդպիսի հարց չենք քննարկել, այլ մանրամասներ ասել չեմ կարող։ Հարցեր կան բաց, առանձին, էքսկլյուզիվ